Կենտրակառուցվածքներով կարողանում են ապահովել։ Հաջորդ խնդիրը այդ եմ ասում, օրինակ հիմա խնդիր կա վիոլա ջուրը, ասում ես չեմ կամ ջուր մատակարարել, օրինակ անցյալ տարի ամյանը Երևանի տարբեր թաղամասում ջրանջատումներ են։ Օրինակ ես Արաբկիրում եմ ապրում եւ այնտեղ բարբերաբար ջրանջատումներ, հոսանքի անջատումներ, փոշի համակարգը պատրաստ չէ, դա պետք է պլանավել, պատրաստվել դրան։ Հենց որ Դալմայի այդ նշած թաղամասում կառուցվեցին շենքեր, հետո սկսեցին քանդել տարբեր տեղից, մոտեցնել կոյուղի, գազ եւ այլն։ Ուրիշ բան ասեմ, Հայաստանի Հանրապետություն միջպետական կանոն օրենքներով եւ ներպետական օրենքներով Հայաստանում կա մեկ գազի մատակարարման ընկերություն, դա Գազպրոմն է։ Պետությունը ասում է, որ ես գիտես այսքան շենք եմ կառուցել, այս մարդկանց պիտի գազի այսպես թույլտվություն տաս։ Գազպրոմը ես չեմ կարող այդ մարդկանց գազի բան տամ։ Կան օրինակներ եւ ջրի դեպքում եւ գազի դեպքում ունենք, ովքեր մասնավոր մարդիկ խողովակ են գցում, բերում են անցկացնում են եւ սկսում են երկրորդային շուկան վերավաճառել խողովակից օգտվելու իրավունքը։ Դա հակապետությունն է, դա պետություն ստեղծելու հակառակ ընթացք է։ Ոչ բոլորը դրա հետ հաշտ են։ Այս այդ եմ ասում, մեր ոլորտում ես 20 տարի խոսում եմ ոլորտի խնդրի մասին։ Այն այլանդակ հակաօրինականությունները եւ այն այլանդակ ծավալները, որ հիմա կա, դրանք չեն եղել երբեք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական մասին օրենք ասում է նախագծման թույլտվությունը դա անվճար փաստաթուղթ է։ Երևանի քաղաքապետարան ավականու որոշմամբ ընդունել է, որ դա վճարովի փաստաթուղթ է Երևանում։ Կառուցապատողները գնում են դատի են տալի։ Քաղաքապետը բաց բոլորի մոտ ասում հատաթա տալի, ասում է թե ձեր հայցը հետ չվեցնեք, ձեզ այլև շինթույլտվություն չենք տա։ Եվ բոլորը խելոք հետ են վերցնում։